Շնորհակալ եմ։ Անկասած մեզ այդ հարցը ուղղել էին եւ ես լսել եմ վարչապետի հայտարարությունը, մի փոքր իմ պատկերացմամբ այլ բանի մասին է խոսվում, որովհետեւ կառավարությունը ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, որ ինչ-որ մեքենա առաջարկել, ենթադրում եմ Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը, ուզում այս պահը հստակ հասկանանք, ոչ թե կառավարություն ձեռք է բերել, հետո եկե 2 հոգու առաջարկել կամ 1 հոգու առաջարկել, այլ կառավարությունը իմացել է, որ Ադրբեջանը պատրաստական է վաճառել բենզին կամ դիզելային վառելի կամ որևէ բան, մինչև այդ հիշում եք ծորեն էր Հայաստանի Հանրապետություն եկել այդ նույն ճանապարհով։ Այսինքն տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատասխան այդ հնարավորության մասին ես ենթադրում եմ բոլորն իմացել են, եթե անկեղծ լինենք, որ Ադրբեջանի հետ մենք արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեղ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի երկու տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, այդում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին, ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք։ Երկու ընկերությունների է առաջարկ եղել, երկու մասեր են եղել։ Ես ենթադրում եմ իրանց կառավարության եւ բիզնեսի ունեցած կոմունիկացիայի մասին է, ոչ թե սահմանափակման մասին, այսինքն ոչ թե մենք բերել ենք, ասել ենք, ես երկուսը կարակ առնենք, այլ կոմունիկացիայի մասին ասում, երկու հոգու հետ են կոմունիկացիա, մնացածը ենթադրաբար ցանկություն չեն ունեցել հայտնելու կամ գնալ բերելու։ Հիմա կտեսնենք շուկան ոնց է փոխվում, ասում մենք տնտեսվարող սուբյեկտների հետ խոսել ենք, իրանցից որևէ մեկը այս պահին որևէ բողոք կամ դրանից շուկայի վրա որևէ ազդեցություն կամ իրանց ծավալի քչացում չի եղել, նախ ասեմ նաև, որ այդ բենզինի ծավալը բավականին քիչ էր, բայց գնի վրա ազդեցություն ունեցավ 430 դրամում, ինչի մասին եք նաև վարչապետը խոսեց, 430 դրամ է տեղ ունեցել, բայց կուզենամ մի քանի փաստի վրա շեշտադրում կատարել, էլի, արդեն որպես մրցակցության հանձնաժողով, ոչ թե լավ է թե վատ է, ինչ է, այլ փաստեր ասեմ։ Նայեք, սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով։ Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ այսօր տալիս է ազդակներ, որ վրացական կողմի հետ եւ վրացական բեռնափոխադրումների գինը էական կարող է նվազել, այսօր արդեն փաստ ազդակներ ունենք, իհարկե սրա մասին դեռևս կյանքը ցույց կտա որքան կլինի եւ ոնց կլինի, որտեղ հիմա երկրորդ խմբականակը, որ մուտք գործի արդեն կհասկանանք, երկրորդ Հայաստանի Հանրապետություն գործող թանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է իր գործընկերների միջոցով կապնվել եւ կամ ինքը գնալ կապնվել եւ պայմանագիր ունենալ, ինքն է ներմուծում իրականացնել, ոչ միայն բենզին կամ դիզել, ցանկացած ապրանք, որը ինքը ցանկանում է դա իրականացնել, դրա մասին վստահաբար կոմունիկացիա կա եւ վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները գիտեն բենզինի ոլորտում հաստատ, որտեղ իրանք այդքան շատ չէին, գոնե գործող եւ իրանք դրա մասին գիտեն։ Հիմա ցանկություն կունենան գնալ բերել, թե ոչ դա իրենց խնդիրն է եւ իրենց գործն է, բայց ես տենց որևէ պարտադրանք կարևորը չկա եւ չի կարող լինել, որովհետեւ հակառակի մասին կարող պարտադրել ենք, որ իրան գնան բերեն, որևէ մեկը որևէ բան չի պարտադրում, իրանց ցանկությունն է
մի ընկերություն ասել է ռեժան էր գնացել են բերի, հիմա կտեսնենք եւ ոնց որ կարծես թե այդ ապրանքն է արագ վաճառվում էր, այդ էլ որը մեկի ցանկությունն է, թե մեկ ուզում է գնալ եւ դիսկավորել, թող գնա դիսկավորել, որովհետեւ մեկին կարևոր որ բան չեն պարտադրում, ելի եմ կրկնում, ըստ իս խոսքը գնում էր կառավարության բիզնեսի կոմունիկացիայի մասին, կառավարությունը ազատ է կոմունիկացվել բիզնեսի հետ, բայց խոսել նրա մասին, որ մենք հնարավորություն չենք տվել որևէ մեկին դա ճիշտ չի, որտեղ էլ եմ ասում, կառավարություն ձեռք չի բերել։ Այս երկու ընկերությունը ուղղակի գնացել են, պայմանավորվել են, բերել են ապրանքի։ Մենք եթե ինչ-որ մեկ ուզում է գնալ բերի, վաղը կարող է գնալ եւ բերել այդ ապրանքից։ Էլ եմ ասում, կառավարությունը չի բերել ասում մենք կոմունիկացրել ենք իրանց հետ։ Հիմա ասում արդյոք վստահ եք որ մնացածի հետ որ կառավարությունը չի կոմունիկացվել, նրանք չգիտեն, ես ասում եմ որ ըստ իս տենց չի։ Դուք հարցրել եք իրանք ասել են մենք չգիտենք որ տենց հնարավորություն կա։ Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունենք, ասեն։ Հիմա կարող եք ասել, բայց կարող է վախենան բողոքեն, վայ բա ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեին չէ որ արդեն Ադրբեջանի տարածքային հարաբերություններ ենք սկսել։ Մեկ ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք չէ, կամ ուզել է, մեկից դուք ազդակ ստացել եք, օրինակ չգիտեմ, CPS, Flash, Max, Shell, որևէ մեկը ասել է մենք ուզում ենք բերենք, մեզ չեն թողում, ձեռները բռնել են, բայց ինչ պիտի կառավարություն չթողի։ Կառավարությունը անդադ խոսում է, վարչապետը անդադ ասում է, որ խաղաղության օրակարգի այսպես ասած առավելություններից է եկեք օգտվեք, շո մեկ ուզեցել է գնալ մենք ասել ենք մի արեք, կամ ինչ-որ Այդ եմ ասում ենք բան չենք տալիս, ախր հենց ամբողջ այս վերջի բանի մամուլում գտած հայտարարությունից թվում է մի փոքր մենք ճիշտ չենք պատկերացնում, մենք չենք բենզին ձեռք բերում եւ տալի մեկի, մենք ասում ենք հարգելի բիզնես, գնա խոսա ընդեղի բիզնեսի հետ եւ փորձի ինձ այդտեղ ներկրել Այսինքն սրա համար մենք ոչ թե գնում ենք, այսինքն չի որ գնացել ենք Ռանոյելի համար այնտեղ գործընկեր ենք թե մի հատ է միջնորդություն ենք արել, մի հատ է բիզնես բան ենք, գործարք ենք ատել։ Իրանք գնում են, այնտեղից վերցում մեր խնդիրը է, որ մարկանց ասել կառավարության խնդիրը, մարկանց ասել այլևս այդ հնարավորությունը կա։ Ձեզ թվում է մինչև այդ ասենք, չգիտեմ, երբ որ Ռուսաստանից են բերում կամ Ռումինիայից են բերում, մենք գնում ենք որպես պետություն հետերը պայմանագիր, իրանք իրաց գործընկերների միջոցով գնում առնում, որ տենց է պետքա լինի։ Հնարավորություն չէ, այդ եմ ասում, կա։ Վարչապետը խոսում է ասում կոմունիկացիան ունեցել ենք այս բիզնեսների հետ։ Կոմունիկացիա, ասինքն հատուկ Դե չեմ կարող ասել, ինչպես, այսինքն կոմունիկացիայի մասին, ասում որ ես հիմա կանչեմ, ասում գիտեք ժողովուրդ, մի հատ հնարավորություն կա, կարելի է Հունաստանից է բերել, որ չասեմ է խնդիր չի, որ ասեմ է խնդիր չի։ Էլի եմ ասում, այն միշտ 4 բիզնես ասելա մենք չգիտենք, այ որ Բայց ինչ գիտեք, որ նախապես չեն իմացել, եմ ասում։ Փաշինյան ուրիշ բան ասում է, մեր կոմունիկացիան եղել է այս երկուսի հետ։ ու առաջարկել ներկայացրել են այն ընկերություններին, որոնք ըստ Փաշինյանի այստեղ դրանից քաղաքական ակցիա չեն Հա, ինչ արվում է, կոմունիկացիա մասին, որ կա տենց հնարավորություն, էլ եմ ասում։ Սա բիզնեսի Մա հարցը տալիս, ասում ինչ գիտեք որ չեմ իմացել։ Որովհետև Փաշինյանը Բայց դա չի չէ որ կոմունիկացիայի միակ տարբերակը Հայաստանից բարձրացնել։ Ասում իսկ ինչ գիտեք որ չեմ իմացել, ասում կա մեկը որ ասում չեմ իմացել։ Ես հակառակի մասին որևէ փաստ չունեմ եւ ենթադրում եմ որ իրանք իմացել են։ Հա, բայց ենթադրություն։ Չէ, դա ասում եմ իրանց հետ խոսել չկա, որը մեկը դրա մասին չի բողոքում, չի ասում ես չեմ իմացել եւ չեմ բերել։ Բայց ինչ եք դուք, ել եմ ասում, հիմա ոնց որ մեկը ասի, որ գիտեք, էկոնոմիկայի նախարարը ասել է, որ Արգենտինայից հնարավորություն կա անգուսի միս բերելու։ Այսինքն չի շա որ մեկին չի ասել, մեկը չի իմացել։ Հիմա կառավարությունն ինքն է որոշում ում հետ իր ձև կոմունիկացվի։ Անկից ասած չեմ կարող իրանց տեղ պա, բայց դուք ասում եք մրցակցության խնդիր կա, ասում իսկ արդյոք նրանք ուզել են, չէ՞։ Նախ որ չիմանան էլի մրցակցության խնդիր չկա, որտեղ քանակը շատ քիչ էր, որևէ մրցակցային առավելություն չէին կարող ունենալ, բայց ես ասում եմ, շփվեք հետները, տեսեք իրանցից մեկը կա, որ չի իմացել, կարող է մեկն է գասի, գիտեք, ես չգիտեմ, որ խաղաղության օրակարգի են գնում, դուք ինչքան գիտեմ կառավարությունը ամեն առիթին դրա մասին է խոսում, ասում ժողովուրդ, գիտեք հնարավորություն կա։ Հիմա իմացել են, չէ՞։ Հիմա ասում եմ
ինչքան էր ծավալը, մի քանի հազար լիտրի մասին էր խոսքը գնում։ Հիմա իմացել են, արդեն ինչքան ժամանակ է, դեկտեմբերի 23-ին է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել առաջի խմբականակը, միայն պրեմիում դասի այդ բենզին, մեծ մասը պրեմիում էր կամ միայն պրեմիում։ Հիմա իմացել են դրա մասին։ Հիմա հունվարի 13-ը, մեկը գնացել է, եկի ասել է, վայ, որ մի ոտ շուտ իմանային, գնալու ենք, անենք, պայմանագիր է կնքի, էլի ես երկուսն են չէ բերում։ Չի կարա վաճառը, որտեղ վաճառի համար պետք է անել բենզալցակայան։ Վերավաճառում ենք։ Ենթարկում բենզալցակայանն չէ, ապրանքը վաճառում։ Ում է վաճառում։ Ճիշտ ասած, դրանով չէ վաճառում։ Հայտնի է հետի, էլի ուզում ասում, դες գաղին բան չկա տեղ։ Դրա փաստը կարող երկրորդ հարցն համար Շարունակել եք Բանջարոյան այս հարելիքի թեման, անցնենք բենզինից հեղուկ գազին։ Եթե ձեր մեքենան հեղուկ գազով է, պետք է տեսնեք, որ երեկվանից մինչև այսօր հեղուկ գազի գները գրեթե 30-ից 40 գրամով թանկացել է։ Հասկանանք, որն է այստեղ թերացումը, որովհետև սենց ոնց որ երերուն ոլորտը, հեղուկ գազի ոլորտը, միշտ թանկացում, բարձրացում, ամառը 90 դրամով, բայց ձմռանը օրինակ երկու 90։ Այս շրջանակում ուսումնասիրություն արել եք, մենք այդ նյութեր ենք փորձում գրել ուսումնասիրություն ինքներս անել։ Դիմում ենք ձեր հանձնաժողովին, ասում ենք մենք անում ենք ուսումնասիրություն, որոշ ժամանակ հետո այդ ուսումնասիրությունը կամ տեսնում ենք, կամ այդպես էլ այդ ուսումնասիրությունը եզրահանգումը հանդիսաբերությունը չի ունենում։ Այդ ասող համաձայն չեմ, որտեղ ամեն տարի հրապարակում Շատ լավ հրապարակում եք որն է արդյունքը, եթե միևնույն է գազը անդադար թանկանում։ Չէ, ամուսնա չի թանկանում։ Նախ ասեմ մեքենան էլեկտրական է, բայց գիտեմ որ գազի գինը թանկացել է։ Իմ մեքենան չէ, պետության մեքենան է եւ պետությունը ձեռք է բերել քրական մեքենաներ։ Հիմա ամեն տարի մենք հեղուկ գազի մասին տարի 3-4 անգամ խոսում ենք։ Դա որ ասում ենք ամեն անգամ թանկանում է, եկեք ասենք որ տենց չի, որտեղ ամեն անգամ էժանանում է որ հետո թանկանում է։ Երբ որ հեղուկ գազի գինը դառնում է ասենք 90 դրամ, ես չեմ բարձում, ասում վայ գիտեք ժողովուրդ, ես ձեր համար 90 դրամ մսարքի։ Հեղուկ գազը բորսայում ապրանք է, ժողովուրդ, ոնց էլ ասեմ։ Հայաստանի մենք կարանք ընդհանրապես այդ ոլորտը չնայենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ, 100-ից ավել ներմուծում է հեղուկ գազ։ Ամենաշատ մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտի ծավալը 9%-ը երբեք չի գերազանցել։ Դրանից հետո ինչ-որ 7, 3, 2 ու տենց ինչ-որ բան չէ, տենց ընկերություններ չեն, որոնք կարող են ճնշել։ Հիմա 100-ից 180 հոգի անցել անգամ, ոնց որ հեղուկ գազ ներմուծում։ Ասենք որ այդտեղ կարող է իրար հետ պայմանավորել միանգամից գինը հանեն, աբսուրդ է։ Ասել որ կա գերիշխող դիրք, որը չարաշահվում է, չկա, օրենքով արգելված է, գիտեք, չէ՞, 10%-ից ներքև որևէ տնտեսվար ամբողջ աշխարհում, նաև որտեղ ենթարկվում է չի կա։ Հիմա եկեք հասկանանք, բա ինչի է գազը թանկանում էժան։ Միգուցե դա է շուկայի պայմանը։ Մենք ամեն տարի էլ եմ ասում, որ ասում եք, չկա, ես կանզանում ձեզ անձամբ կուղարկեմ մեր եզրահանգումները եւ վերլուծում, որ հիմա ստեղ ասում եմ։ Հիմա նայեք, այո, իհարկե պատճառն էլ է գրած, ասում եմ նայեք, մեկ, լարսը որ ասենք փակվում է, այդ մեքենան, որը պետք է օրինակ 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն որ բորսայի գինը բարձրանում իջնում է, որտեղ բորսայից է կախված։ Հիմա նայեք Բորսան որ սկսում է պահանջարկել, պահանջարկը հեղուկ գազի մենակ Հայաստանով չի պարում, Հայաստանը դրա ամենամեծ սպառողը չի։ Օրինակ նույն ձևի այն կողքի երկրն են թուք մինչև Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակ առնել, դրանց մոտ է պահանջարկի եւ բանի սեզոնայնություն կա։ Սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Այդ ապրանքի գինը որ թանկանում, բնականաբար Հայաստանում էլ է թանկանում։ Բայց դա հենց այդ է էլի շուկայական հարցություն։ Ոնց որ բարել նավթի գինը բորսայում էժանանում է եւ թանկանում է, չէ՞։ Հիմա այստեղ մենք ինչ ազդեցություն կարանք ունենք, ես զարմանում եմ, որ ամեն անգամ մարդիկ դրանից բան են անում։ Հա, ժողովուրդ, բորսայում ապրանքները եւ թանկանում են եւ էժանանում են, բայց աբսուրդ կներ, որ ես դուրս գայի եւ 90 դրամի ժամանակ փորձեի բոլորիդ վրա լավություն ծախել եւ ինձ գովայի, ասա գիտեք, հեղուկ գազը տեսակ ինչ արեց 90 դրամ դարավ։ Հիմա եթե բենզինի գինը թանկացավ բորսայում, մենք առնում ենք կոչվում պլաց։ Եվրոպական պլաց, ռուսական պլաց, Եթե այնտեղ բարձրանա գինը, եղա մեր տնտեսվարող սուբյեկտը մեր գլխավոր բանն է գոնե բենզինի, որտեղ իրանք 4 հոգի են, այսինքն որ համահուն չունի այս ամեն ինչը։ 100-ից ավել հեղուկ գազ ներմուծող կա, ժողովուրդ ավտոյով գնում են։ Իսկ այն ամառը, որ մի քիչ շատ էր թանկացան, դա անկեղծ հայտարարություն են կարել, ասենք ժողովուրդ ջան, բացի այն որ
Այդ տրանսպորտային հանգույցի խնդիր կա, դու Վրաստան ճանապարհը ծախսնա եւ իր բորսայի գնի թանկացումը։ Ասենք ընդ որում գիտեք, չէ՞ որ շատ էժանանում էլ հեղուկ գազ բերողները, մենք նույնիսկ այնքան էինք արդեն ասում, սկսել ենք իրանց, ասենք շահութաբերությունը բանանենք, ես հասկացել ենք, որ շահութաբերությունը այնքան փոքր մարժա է տակը մնում, որ այս մի 2-3 ամիս որ մի քիչ մի 10-20 դրամ փողոց, այդտեղ 100 դրամով, 110 դրամով, 90 դրամով հեղուկ գազ է վաճառվում։ Ահա, ուսումնասիրել եք այս նայեք, sense հավելորդում հիմա տատանումը։ Բենզինի գինի այդ նույն չափով 30-ից 40 դրամով իջել է բենզինի ներքնից հետո, հեղուկ գազինը բարձրացել է։ Արդյոք դրանց համեմատական չեք տեսնում որովհետև։ Այսինքն բանը մտածում եք շուկայի վրա ազդեցությունը Ադրբեջանից բերված բենզինը ունեցել է թե չէ այդ մասով ունեցել։ Հեղուկ գազի վրա չի կարող ունենալ, դա ընդհանրապես տարբեր ապրանք է։ Իհարկե, ոնց կանք չունենանք Ադրբեջան, ասում եմ, եկել է հրապարակել ենք, վարչապետել է 430 դրամ է դառը, բայց իր ծավալը, ել եմ ասում, ծավալը շատ քիչ է։ Հայաստանի Հանրապետություն տարեկան սպառվում է։ Չի կարող 7000, ժողովուրդ 250 միլիոն լիտրի մասին է խոսքը գնում Հայաստանում ծավալը այդքան է 250,000 տոննա են, 250,000 տոննա դիզել։ Կարաք ինձ ասեք, ոնց կարա այդ ծավալը ազդեցություն ունի։ Եթե Հայաստանի Հանրապետության գերակշիռ մասը գա 430 դրամ, ինքը կունենա ազդեցություն, բայց ինչի վատ ազդեցություն, դրդլավ ազդեցություն, դուք չեք ուզում որ գինի իջնի ապրանքի, կլինի էժան։ Եթե այդպես ունի։ Ես այդ գուշակությունը անկեղծ չեմ կարող անեմ։ Չէ, որքան ժամանակ պլացի գինը կթանկանա էժանանա, այդ չեմ կարող անել, բայց կարամ ասեմ հետևյալ բանը, որ արդեն ազդակ ունենք, որ ԺԴ-ն իր գինի իջնում է վրացական կողմում։ Հիմա պլացի գինի ինչքան կդառնա, այդ գուշակությունը մի քիչ որ կարանա անել, ես կզբաղվեի շատ խոշոր բիզնեսով եւ այդ ինֆորմացիայով կհարստանայի։ Համ շարունակենք, տեսեք Մյուս ընկերությունների բենզինը վերջին օրերին տեսնում 30-40 դրամով էժանացել։ Ու հիմնականները բանը կարծը չհաշվենք, շեդը չգիտը։ Արդյոք սա ուղիղ ցուցիչ չի, որ այս ոլորտում ընթացային պայմանավորվածությունը շարունակվում են։ Դուք եք 23 թվականի ձեր ուսումնասիրության բարձրացել, որ համաձայնությանը եկել որ շնչացային գներն ժամանակ բարձրացել, միջացրել են։ Հիմա տեսնում են, որ մի քանի օրվա տարբերությամբ գները հավասարապես իջնում են, արդյոք սա չի նշանակում, որ մինչ այդ 30-40 դրամը ոչ արդարացված գիներ ու մարդկանց բազմապես թալանում են այդ ընկերությունները, արդյոք հանրաժողովը այստեղ ամենից ունի այս հարցերը բացականելու համար, սա առաջին հարցը, հետո մենք ուրիշ տեղ Եթե տեսնենք, որ օբյեկտիվ չի իջել, բնականաբար վարու կանենք, իսկ ինչը դիմես կանասել, դուք եք ասում, չէ՞ մի անգամ արեցինք, բաժեցին, լավ մենակ գները չէինք ասում, մենք ուրիշ բան էինք ասում, ենք որ փոփոխությունները եւ իջեցումը բարձրացումը համոզչ չէ, այսինքն իրանք տնտեսվարողները ունեցել էին ընդհանուր ներքին կռիվ կամ պայմանավորվածություն, սկսել էին անել, այսինքն ոչ թե մենակ որ գինը, դե ինքը գինը եթե մի աղբյուրից է գալի կամ երկու աղբյուրից պետքա շատ մոտիկ լինի կամ գրեթե նույնական լինի, որտեղ ունդ մնացած այդ ծախսերով էլ տենց իրարի շատ չեն տարբերվում, բայց եթե չեմ սխալվում, մի տնտեսվարող սուբյեկտի մոտ մի 10 դրամ էժան է, այսինքն չել կարա ավել լինի, եթե ինքը մի աղբյուրից էր գալի, հիմնականում բացի այս ադրբեջանական եկած, իրանք հիմնականում մի աղբյուրից են բերում կամ երկու աղբյուրից, այսինքն հենց ծագման աղբյուրը եւ բերելու ճանապարհը ամբողջությամբ նույնական էր։ Հիմա հարց եմ տալի։ Չէ, ժողովուրդ ասում գինի չէ՞, իսկ մի հատ հարցն է, որ ասում եք թալանում են, իսկ ինչ իրաց տիպես, որ թալանը չշարունակի, թալանում են, կշարունակի, իսկ ինչի իջավ գինը, որ գինը իջնում է եւ բարձրանում է, ոնց ասեմ, նայեք, գինը կարող է իջնել եւ գինը կարող է բարձրանալ։ Հա, նայեք, բայց ես այդ հնարավորությունը տվել եմ ձեր բոլորի, չէ՞, ասում եմ, նայեք, եթե չեմ սխալվում, լրագրողներից մեկը Վահեն նույնիսկ այդ դոստուպը ուներ, ասում էր ես եմ կալկա։ Վերցնում եք, նայում եք բորսայի գին, պլացի գին,
Հիմա կարամ ասեմ նայեք մենք փոքրիկ ասում ենք որտեղից են Ռոմպետրոլից են առնում։ Նայում եք, ասենք այդտեղ մենք ազդեցություն չեն կարող ունենալ։ Նայում եք, տեսնում եք, եթե այնտեղ գինի իջնում է, ուրեմն Հայաստանում ասենք մի ամսվա կտրվածքով իջնում է, եթե բարձանում է, Հայաստանում դες մի ամսվա կտրվածքով բարձրանալու է։ Իհարկե այնտեղ նայած թե ով երբ է ձեռ բերել, մի քիչ օրերը էսկոմ ենք ում լինում, բայց մոտավորապես ձեզ որպես բան։ Եվ եթե կտեսնենք, մենք նույն ձև ենք նայում անկես եթե մենք վերցնում ենք մաքսային հայտարարը, անկպած ենք մաքսային համակարգին եւ եթե տեսնում ենք Հայաստանի Հանրապետություն մուտքը ա գնի ապրանք, նույն ավտոմատ համակարգով կպած ենք նաեւ ձեր նշած ընկերությունների բենզալցակայաններին, հենց իրանց, ոչ թե չգիտեմ։ Եվ եթե տեսնում ենք, որ այնտեղ գնի տատանումա տեղ ունենում, ու այս գնի տատանումը համաստորեն սրան չի առնչվում, սկսում ենք այստեղ գործընթաց սկսել։ Վերջերս 10 դրամ էժանացել էր, որ մեկի մոտ 20 դրամ, մեկի մոտ տեղել ենք սկսել գործընթաց, որտեղ մաքսատուրքն էին զրոյացրել։ 5%-ը զրոյացրել ենք, մեր պատկասը մի 13 դրամ պետք է իջներ, հիմա մեկը 10-ը իջացրել, մյուսը 20-ը իջացրել, հիմա ամեն դրամ փոփոխման պարագա մենք այս 4 տնտեսվար կամ 5 տնտեսվար ասում ենք գործ հարուցենք, տանենք, այդ չի, բայց ինչի անենք այդ, ինչի է։ Բայց ես ինչ հետո մենք չենք, բայց ուզում եք որ նրանց վիճակի իրանց նախկին թալաները հիմա չեն հասկանանք հիմա մրցակցություն գինի չելա գինի չելա վերջերս 10 դրամ չել ասում Ադրբեջանի հետ մրցակցությունը Ադրբեջանի վերածը որոշակի ազդեցություն ունի բնականաբար չի կարող չունենա իհարկե փոքր որտեղ քանակը քիչ է բայց որոշակի ազդեցություն ունի բայց մեծ քանակը էլ ավելի քիչնի այո ռեգուլյարը ասում գինի չէ երեք հրապարակել են գները հա իսկ ո՞նց եղավ որ 20 օր առաջ 10 դրամ իջավ կամ չէ 20 չէ հունվարի սկիզբ դեկտեմբերի հոկտեմբերից հետո 10 դրամ էլ իջավ ասում իշու բանը տեղի ունեն գինի իջնում է ես ուզում հասկանամ անկեղծ ուզում հարց հասկանամ ճիշտ պատասխանել այսինքն եթե գինա իջնում կամ գինա բարձրացնում մենք դա նայում ենք եթե նույնն է մնում բայց դուրսը բանա փոխված մեր ներմուծումների մոտ բանա փոխված դա էլ ենք նայում ձեր ակնկալիքը որն է մենք դա էլ հրապարակում մենք անդադ էս մի րոպե էլի որ անդադ հասկանում եք չէ վարույթը վարչական վարույթը կողմեր ունեն իրավունքներ մենք պետքա բոլոր իրավունքները պահպանենք դա տևում է 6 ամիս առնվազն եւ դա նորմալ է որ այդքան է որովհետեւ դա նշանակում է ամբողջ մի տարվա ստանդարտ սա իրենց հաշվապահական process-ները նայենք եւ այլ Հետո ամեն գնի փոփոխության համար այս 4 կամ 5 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ մի տարի վարույթ անենք, կախաղան անենք, ասենք դե եկեք ստե, այդ որ ասում եք ուսումնասիրություն անում եք, ձեզ ասում որ այո, ավտոմատ է դրած ուսումնասիրություն, համակարգը ունի շերտեր այսպես ասած։ Երբ որ առաջի շերտում տեսնում ենք որ չկա, խնդիր էլ չեն գնում առաջ, երբ որ տեսնում ենք կա խնդիր գնում ենք։ Այսօր իսկ հավորել, դեպի 460 դրամով, նշանակում է ես նախորդ ամիս ավել եմ վճարել հաշվով 40 դրամ, հիմա ադրբեջանական բենզինը թեկուզ և քիչ, ստիպեց բենզին շուտայի բոլոր խաղացությունների իջեցնել իրենց գինը, հասկանանք մրցակցությանը շնորհակալ լինենք, թե ուղղակի դրել են միջազգային շուկայում։ Երկու հանգամանքն կա, այո, ինքը որոշակի քիչ ազդեցություն ունեցավ, որովհետև այն տնտեսվարները պետք է իրենց ապրանքը թանկով ձեռ բերած ապրանքը պետք է կարողանան վաճառեն եւ ստիպված սկսեցին ինչ-որ փոփոխությունների գնալ, այո, դա այդ ազդեցությունը նաեւ կա եւ միևնույն ժամանակ որոշակի հանգամանքներ են, իհարկե կա այդ ազդեցությունը, եմ ասում, եթե վաղը 100,000 տոննա գա Ադրբեջանից 430 դրամը, 420 դրամով, այս մի տնտեսվա ստիպված է լինելու կամ մինուսով աշխատել կամ ինչ-որ մի բան ինքը նախաձեռնել, իհարկե այդ մրցակցությունը դա ազդեցություն ունի, բայց եմ ասում, լոգիստիկան էլ փոխվում է, միայն ապրանքը չէ, աշխարհագրությունն էլ է փոխվում, որտեղ եթե դուք այնտեղ բանը երկաթուղով ավելի էժան հնարավորություն եք ունենում, ես մյուս երկրի երկաթուղին էլ է ստիպված գալի, ասում եք գինի չհասնեմ։ Հիմա երկրորդ հարցը ձեր խոսեցիք շուկայի մասին, ձեր